հայտարարում են բացված Հայաստանի Հանրապետության արտադրություն դատարանում տեղեկված դատական նիստի շարունակում է թիվ ՀԿԴ 02-44-01-25 քրեական գործի քննությունը դատական նիստի կողմերի դատարան ներկայանալը բացակայում Պատվարժան դատարան դատական նիստին ներկայացել են Հանրային մեղադրող Գերգի Չիրվանյանը, պաշտպան Էվգենի Գալստյանը, Գորգ Արտեմյանը, Սմբատ Մինասյանը, Արտակ Պողոսյանը, Գեորգի Մելիքյանը, մեղադրյալներ Տավն Մարգարյանը, Ալո Ջոհյանը, Արման Սահակյանը, Արմեն Բունյակյանը, Արմեն Սարգսյանը, Արմինե Իսրայելյանը, Արտավազդ Սարգսյանը, Լևոն Հարությունյանը, Լյուդվիգ Ասատրյանը, Տիգրան Սահակյանը, Կարմեն Մուսյանը, Կարեն Օրեկյանը, Հարություն Մելոյանը, Սահակ Ռոժիկյանը, Սասունիկ Իսրայելյանը, Սերով Կարապետյանը։ Պատվարժան դատարան հայտնող դատական նիստին չեն ներկայացել Հանրային մեղադրող Սաշա Ավետիսյանը, պաշտպան Էլենի Խաչատրյանը, Վահագն Բաբայանը և Ավանեսյանը, ինչպես նաև դժողի լիազոր ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը, պատվարժան դատարան հայտնան, որ Հանրային մեղադրող Սաշա Ավետիսյանի, Էմին Խաչատրյանի, Վահագն Բաբայանի և Ավանեսյանի չներկայանալու պատճառների վերաբերյալ դատարան հայտնվել է, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ մասնավորապես ինստիտուտ ծանրաբեռնված լինելու հիմնավորված չեն կարող ներկայանալու դատական նիստին դժողի լիազոր ներկայացուցիչի բացակայության վերաբերյալ հայտնում, որ դատարանի տեղեկություններ չեն ներկայացվել չներկայանալու պատճառների մասին։ Ռոզիկյան, ուրա ձեր պաշտպանը։ Դերեկություն չունեք։ Բաղդասի բազանը և մուսների վերաբերյալ գրական բարութով էսպային նիստ ագնում, ամեն ինչ շարքերը նույն ժամի նիստ ագնում, ինքը ներկայացնում է կարող օգնուշանի շահերը, եթե չեն սխալվում դիմում է ներկայացրել դատարանի դրասինը ուղարկել է, ով խնդրել է, որ իր բացակայությամբ նիստը շարունակել, կարողություն չունի։ Բայց մենք չենք կարող պաշտպանի բացակայությամբ շարունակել, ամենաշատը մենք կարող ենք երևի խափամիջոցներ, չէ՞։ Խափամիջոցների հարցը բավականին անձին կապությունները ոչ չկա։ Մյուսները պաշտպանով ապահոված է, չէ՞, սպայն բացակայության։ Լավ, նստել։ Լավ, արգելիք կողմեր ասացություն խնդրում, ես չնայած նկատեցի, որ դատական նիստերի դահլիճում արկա է լրատվամիջոցի ներկայացուցիչ։ Մենք հարցներ ուզում ենք մենք արդեն մի անգամ քննարկել ենք հիշելով չէ եւ կողմերը առարկել են տեսած այդ դուք պարոն Ղուկասյան ինչ ձևաչափով եք ցանկանում լուսաբանել տեսանկարանում ու հերաձակում մենք քննարկել ենք այս հարցը դիրքորոշման փոփոխություն ունեմ եղել ցանկ բոլորը ցանկանում են որ տեսանկարանի Չեչնական ինչպես նախինում դիրքորոշումը բացասական Լավ, ղեկավարվելով հրաքելական դատավարության ազգիրք 267 դոկտոր դատանը որոշեց դատական տեսանկարանում իրականացնելու չթույլատրել։ Դուք կարող եք ձայնագրել ձեր իրավունքները, եթե ցանկանում եք։ Լավ, հարգելի կողմեր, նիստի հետագա ընթացքի հետ կապված ձեր դիրքորոշումը։ Մենք մտածած մեղադրյալների խախտման միջոցները քան որ այդ հարցի քննարկումը որևէ կերպ չի կարող անդրադառնալ Սահակ Ռոզիկյանի իրավունքներին, ըստ էության այդ մասով պաշտպանի ներկայությունը դատական նիստերի, ավելի ճիշտ բացակայությունը դատական նիստերից գտնում եմ, որ խոշոր չէ նշված հարցերի քննարկման։ Եվ նաև չունենք ուժովի լիազոր ներկայացուցիչը սուչի ներկայացել։ Պատվարժան դատարան ուժովի լիազոր ներկայացուցիչի հետ կապված գտնում եմ, որ դատականության այս փուլում ևս որոշ չկա, քանի դեռ դուք այն հայցի հարցը չենք քննարկում, չենք հասել այդ հարցի քննարկմանը, մինչ այդ հարցի քննարկումը վերջինիս բացակայությունը ևս գտնում եմ, որ որևէ կերպ չի կարող ոչ ընդդեմ դատական նիստի հետագա ընթացքը։
պաշտպանել, կա է դիրքորոշում, թե Ըստ էության ոչ, օրենքի 271 դեպքի 3.1 մասը հենց հնարավորություն է տալիս խափամիջոցների դա Ղեկավարը Պետական դատավարության գրքի 274 հոդվածով դատանավորոշից շարունակել դատական նիստը դժվարություն ներկայացի բացակայությամբ, սակայն ինչպես պաշտպանը նշեց, Պետական դատավարության գրքի 271 հոդվածի համաձայն մենք այս դատական նիստը կարող ենք քննարկել խափամիջոցների հարցը, քանի որ դատավարության մասնակիցները պաշտպան ծանոթված են եղել սույն դատական նիստին եւ չեն ներկայացել։ Եվ ևս մի հարց Աբգար Պողոսյան, Այո, բարձրաժողովը։ դուք առաջի անգամ եք չես։ Ոչ, բարձրաժողովը։ Ախորնիստին ևս ներկայացել։ Հա, Այո, բացակի հարցները։ բացակի հարցը քննարկվել է, բայց Տիկին Շիրվանյանի մասնակցությամբ։ Այո, բարձրաժողովը։ Լավ, դեպքում նստեք, պաստորը մենք տեսուր քննարկենք պարոն Վարդանյանի խափաման քրական հետապնդումը դադարեցնելու հետ կապված, բայց այսօր չենք քննարկի Խնդիր չեք տեսա, ապրոշնալով այսօր Մենջիրում ենք հետապնդում դադարեցնել, բայց ոչ շատ կտի խափամիջոցների Խափամիջոցների հարցը եք ասում հետականություն պաստորի չենք խաղալի Լավ, հիշեցնեմ կողմենին, որ մենք 6 մեղադրյալ հետ կապված խափամիջոց ենք քննարկել, մյուսներինը չեն քննարկել, կա միջնորդություն խափամիջոցների հետ կապված։ Այո, ես ներկայացել եք հավերակույնություն նշանակվեց Պողոսյան դատարանից։ Արմինե Իսրայելյանի մասով։ Չնշանակվեց, որովհետև ինքը պաստորը նաև անձնագրի հետ կապված խնդիր կա։ Անձնագիրը տեսել գնացել է չեմ բանել Պողոսյան դատարան։ Չնայած դատարանի ճշտեցին, որ գնություն ուղղակի, բայց այդպեսին անձնագրերի վիզաների վարչություն ասել, որ գնություն չեն ստացել։ Հիմա անձնագիր չունի։ Չէ, չի վերցել Պողոսյան դատարան։ Դա վիզաների վարչությունը ընդհանուր չի տվել։ Լավ, ներկայաց։ Պողոսյան դատարան նկատելով անձնագրի հարցի ստեղծեցին մեզ է բերանում հարաբերակցության տրամադրել որպես նաև անձամբ ներկայացնել, եթե դատարանը համարի անձնագրի հետ կապված հարցը կարգավորելու համար, դատարանը այդ հարցն անդրադարձել է եւ դատել ճանաչել այդ մասով։ Ես Արմինե Իսրայելյանի մասով իհարկե առաջ ներկայացնեմ միջնորդությունը, քանի որ նա ունի նաև իր մեջ ողջունության պայմանավորված հապշեպության տարեր, թեև արդեն հունվարի երկկապված զատիկի հարցությունների հետ կապված բարության պետք է պայմանավորված մասնակցեին Վարեսյան քաղաքում դեպի իրավունքն ու շիրմաքարի բացման հարաբերությունը պատասխան դատարանից պետք է հաջողել դրա համավայրում, բայց եւ այնպես ստեղծան դատաների տեղի չունեցավ։ Ամենայն դեպս պատասխան դատարան վերջին տարիների խափամիջոցի կիրառման պայմանների սահմանափակումների պայմաններում Արմինե Իսրայելյանը չի կարողացել մեկ մի կոալիցիա ամուսնու երեսմանին այցելի նաև շիրմաքարի հետ բացման հարաբերությունը կազմակերպի, խնդրենք որպեսզի Ձերո Փարությունյանի վերջինիս ամուսինը վայրում հետ ամուսնացել է 1998 թվականին, վերջինս մահացել է 2003 թվականին Վալենսիա քաղաքում եւ այնտեղ վարկավորվելուց հետո ըստ էության ամեն տարի հնարավորինս ընտանիքի մեկներ է եւ այսպես ասած դակալքի դուքն է մատուցել վերջինիս գերեզմանին։ Եվ քանի որ այն այնտեղ է գտնվում, խնդրենք որպես նրա ազատ տեղաշարժը չսահմանափակվի այն տեսանկյունից պատասխան դատարան, հաշվի առնելով որ վերջինիս նկատմամբ կիրառված է նաև 5 միլիոն դրամի չափով գրավը եւ ըստ էության դա ոչ միայն ողջամի, այլև նման պայմաններում ավելի քան մեծ չափի գումարը հանդիսանում, եթե ներողություն խնդրում ամենատեն տարօրինակ մյուս պաշտպանյանների, մյուս մեղադրյալների գրավի չափի գումարների հետ, օրինակ պաշտպանյանից մոտ օրինակ 200 միլիոն է կիրառվել, Արմինե Իսրայելյանի Իսրայելյանի կապակցությամբ միլիոն է կիրառվել, որոշակերում է տարբերակներ չի կարվել արտիականացող համիկոմից ինչով այդպիսի չափերը նույն հեղատանքի համակարգների պայմանների ըստ էության այնպիսի չափեր կիրառել, բայց եւ այնպես մենք չենք գործել այդ նախաքննության ընթացքում դա վիճարկելի դարձնել, քանի որ էական է եղել, որ ըստ էության ազատությունը չի սահմանափակվել ինքնուրույն։
Ես ամենայնտեղ մենք այսօրացիան գրավի ուժի գումարի չափն է գործում վիճարկել, այդտեղ մենք այդ գրավի գումարը պահպանելով ըստ էության հնարավոր է ապահովել պաշտպանել պատժամիջոցը նաև դատականության ընթացքում եւ ըստ էության նման պայմաններում միջնորդում ենք դատարանին անհատական կիրառված բացակայելու արտադրական միջոցը վերացնել, քանի որ գումարի դեպի չունենալու պայմաններում ըստ էության որ ես այսպես ներկայացնեմ, որ նաև քահանային, այսպես ասած, իրենց միջոցներով այստեղից հրավիրել, որպեսզի վերջինս նաև եկեղեցական ծիսակատարություն արարողությունը իրականացնի շիմակարի բացման հետ կապված, որոշակի առումով ստերության այդ որոնց ծախսերը արդեն փոխած է եղել գումարի հետ կապված, սակայն դա հետաձգվել է կապված պատմամիջոցը բացակայելու ակտիվ կիրառված լինելու պայմաններում։ Խնդրում ենք, որպեսզի պատվարժան դատարան նկատմամբ կիրառված բացակայելու ակտը վերացվի մեր միջնորդությունը ներկայացված իրավական հիմնավորումների համատեքստում եւ վերջինիս նկատմամբ կիրառվի բացառապես գրավը 5 միլիոն դրամ չափով, որը պահպանվի եւ ըստ էության դա կապահովի պատժամիջոցի նաև դատականության ընթացքում։ Իսկ համապատասխան պատմումը կայացանը ամուսնության վկայական ներկայացրել են միջնորդությանը կից շիմակարի 20 կարը պատվարժանատան, որ ձևերից դերադրված հետաձգվել է այդ կազմակերպումը կապված ապահովիչի հարցը քննարկելու հետ։ Արտիկին Իսրայելյան դպան է տարածված կապված։ Պատվարժան դատարան, ինչպես պաշտպանը նշեց, Իսրայելյանի նկատմամբ որպես խախտումնամիջոց է ընտրվել գրավը 5 միլիոն դրամի չափով եւ այլընտրանքային խախտման հաջորդ միջոցը բացակայելու արգելք է։ Պատվարժան դատարանը թեև պաշտպանը նշեց, որ գրավի չափի հետ կապված չեն վիճարկել եւ ըստ էության չնայած նշեց, որ չեն վիճարկել, այնուամենայնիվ իր մտահոգությունը հայտնեց գրավի չափի հետ կապված եւ մտահոգությունը նաեւ ուղղված է նրան, որ համեմատած մնացած մեղադրյալների հետ ըստ էության չափերը իրար չեն տարբերվող չափեր են տրվել տարբեր մեղադրյալների նկատմամբ եւ վարույթ իրականացնող մարմնի տրամաբանությունը ըստ էության պաշտպանության կողմի համար անհասկանալի էր։ Այդ կապակցությամբ պատվարժան դատարանը ցանկանում է նշել, որ Արմինե Իսրայելյանի նկատմամբ խախտման միջոց գրավը եւ բացակայելու արգելքը, ինչպես եւ մնացած մեղադրյալների նկատմամբ տրված գրավ խախտման միջոցի չափը պատվարժան դատարան ընտրվել է դատարանի կողմից, այսինքն վարույթ իրականացնող տարբեր դատարաններ եւ քննարկել են խախտման միջոցի հարցը, գտել են, որ հենց այդ չափով գրավն է, որի զորու է ապահովելու մեղադրյալների պատշաճ վարքագիծը եւ պատվարժան դատարան, քանի որ այդ որոշումը չի բողոքարկվել կամ բողոքարկել ըստ էության մտել է օրինական ուժի մեջ, հետեւաբար դրա հիմնավորվածությունը, օրինականությունը որևէ կերպ կասկածի տակ դնել է, իմ կարծիքով իրավաչափ չէ։ Պատվարժան դատարանը ինչ վերաբերում է նրան, որ պաշտպանության կողմը միջնորդեց բացի ավելի ճիշտ գրավը թողնել անփոփոխ եւ բացակայելու արգելք խախտման միջոցը վերացնել, դրա հետ մեղադրանքի կողմը իր համաձայնությունն է հայտնում եւ գտնում, որ հաշվի առնելով Արմինե Իսրայելյանի կենսագրական տվյալները, որոնք որ հայտնվեցին դատական նիստի ընթացքում, հաշվի առնելով Արմինե Իսրայելյանի մեղսագրվող արարքների բնույթը եւ ծանրությունը, հիմք են տալիս մեղադրանքի կողմին հիմնավորված համարելու բացակայելու արգելք կիրառված խախտման միջոցը եւ գտնում ենք, որ առկա է ռիսկ, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու պայմաններում, դուրս գալու դեպքում Արմինե Իսրայելյանը հնարավոր է խուսափի քննությունից չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Մենք մեղադրանքի կողմը այդ ռիսկը տեսնում է պատվարժան դատարան, ուստի հաշվի առնելով դիրքորոշմանից մեջ նշած տվյալներն ու հանգամանքներն ու հիմնավորումները, որ Արմինե Իսրայելյանի նկատմամբ բացակայելու արգելք խախտման միջոցը միջնորդություն ներկայացած բացակայելու արգելք խախտման միջոցը վերացնելու, այդ իսկ պատճառով նշվում է միայն բացակայելու արգելքը, բացակայելու արգելք խախտման միջոցը վերացնելու հիմքեր չկան։ Մենք ուղղում Այազիկ մեղադրողը նշեց, որ դատարանը կիրառել իմ կոնկրետ 4 պաշտպանյալների մասով եւ քննական մարմինի կիրառել։ Դատարանը չի կիրառել։ Մեր մասով միայն Կարինե Ոսկին այդ մասով դատարան գնացել ապահովության քննարկման հարցը, ընդ որ դատարանը մերժել է դատարան կիրառելու քննիչի միջնորդությունը, այլ ապահովության կիրառելու անհրաժեշտությունը տեսել, որի համատեքստում հենց վարդականացնում մարմինը կիրառել, դատարանը այստեղ չավերը չի որոշ նախաքննական մարմինը ինքն է նախաձեռնության որոշել։ Բացի այդ պատվարժան դատարանը իհարկե մեղադրողը նշում է կապված
հանցագործության ծանրության աստիճանի հետ կապված, բայց Որանում մի կարևոր հանգամանք, որ այս գործողությունությունը իրականացումը դեռևս 2018 թվականին պարզապես չէի ցանկանում քիչ լայնածավալ այսպես ասած քննարկման առարկա դարձնել, իսկ 2018 թվականից հետո մեր 4 պաշտպանյաններս ըստ էության հարցաքննվել են վկայի կարգավիճակով տարբեր ժամանակ, ընդ որում 20 թվականից սկսած, հարցաքննվել են եւ հարցաքննվելու ընթացքում ընդ որում հարցաքննվել են կասկածի շուրջ համապատասխան եվրոպական դատարանի նախադեպային որոշման նախատեսված կասկածյալի իրավունքների բարձրաբանման համատեքստում եւ կասկածի շուրջ, այսինքն ըստ էության հենց այն ժամանակվանից այդ կասկածը ներկայացվել էր բացառության փողերի լվացման մասով, բայց դե արդեն ենթադրում են, որ նաեւ այն հանցագործություն մերսագրվում է, դրանք նաեւ իրենց տրամաբանության նաեւ փողերի լվացման են հանգեցնելու, որը իհարկե հետագայում նաեւ մերսագրվեց։ Բայց եւ այնպես մեղադրանքը չի եղել, բայց պաշտպանյաններից գիտակցել, որ յուրաքանչյուր բայր կարող են մեղադրել եւ կարող են հասնական կիրառել սահմանափակումներ եւ այդ ծանրության աստիճանի կասկածի, որը հետագայում կարող է վերաձևակերպել մեղադրանքի, այդ համատեքստում երբևիցե նախաքննական մակույց չեն խուսափել։ Բոլոր կանչերի ներկայացին են, երբևիցե յուրաքանչյուր հարցականություն, որը կարող վերածվել անմիջապես մեղադրանքի եւ համապատասխան խաղապահմիջոցների կիրառման, չի եղել երբևիցե դեպք, որ վերջինս խուսափել են, որոնք կրկնում են պատվարժան դատարան, թե 18 թվականից հավաքած 20 թվականից սկսած իմ բոլոր պաշտպանյանները սկսել են տարբեր ժամանակ, ընդ որում մի քանի անգամ հարցաքննվել։ Իհարկե մենք առանձին միջնորդություն են, որի ժամանակին ապացхан փուլում ենք կներկայացնենք հետաքննումը դատարանելու, որի ժամանակ նաև այդ հարցն է բացասված լինելու։ Այդուհանդերձ պատվարժան դատարան, ես գտնում եմ, որ գործի հանգամանքների համատեքստում վարույթի շուրջ 7 տարի քննության փուլում տարբեր ժամանակ տարբեր կարգավիճակով հարցակրվելու ընթացքում քննություն խուսափելու եւ երբևիցե նման մտահոգություն քննիչի մոտ չառաջացնելու պայմաններում բացառվում է եւ անհնարին է ողջամիտ համարել, որ բացակայելու արդյունքապահությունը կարող է լինել պիտանի միջոցը, որը ժամանակական ապահովի նրանց պատշաճ վարկակից այն դեպքում, երբ որ ամբողջ ժամանակահատվածում նրանք դրսևորեն բացառապես պատշաճ վարկակից երբևիցե չեն խուսափել քննությանը ներկայանալուց կամ պայմանականորեն իրենց անձը ծածուկ դարձնել եւ ըստ էության որոշակի ժամանակ լքել Հայաստանի Հանրություն, ընդ որում այդ ժամանակատում բազմաթիվ անգամ Հայաստանի սահմանադրությունը վերադարձել են, նման մտահոգություն երբևիցե չի եղել, որ դեպքերս կարող են մի պահի մտափոխվել եւ այլևս չվերադառնալ։ Անկախ նրանից, որ արդեն մեղադրանքը իրականում գոյություն ունի։ Մեղադրանքը գոյություն ունի դեռևս 2020 թվականից պատասխանատու, ոչ թե 2020 թվականից։ Պատասխան դատարան պաշտպանության կողմը իր խոսքի սկզբնական մասում նշեց համեմատեց Արմենիա Իսրայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը մնացած բոլոր մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցների, որոնց մեջ եղել է նաև դատարանը, ինչպես եւ նշեցի, եւ մի շարք մեղադրյալների նկատմամբ հենց դատարանի կողմից է գրավ խափանման միջոցը ընտրվել, քանի որ պաշտպանության կողմը համեմատական տարավ մնացած բոլոր մեղադրյալների հետ, դա է պատճառը, որ նշեցի, որ մի շարք մեղադրյալների նկատմամբ գրավ խափանման միջոցը ընտրվել է ոչ թե նախաքննության մարմնի կողմից, այլ դատարանի կողմից, եւ հնարավոր է, որ դատարանի կողմից եւ նախաքննության մարմնի կողմից ընտրված խափանման գրավի չափերը որոշակիորեն տարբերվեն, հաշվի առնելով թե մեղադրյալների անձը բնութագրող հանգամանքները, թե վերջիններից դրսևորած վարքագիծը, թե վերջիններից մեղսագրվող վարակները, այդ իսկ պատճառով պատվարժան դատարան գտնում է, որ այս առումով նույնիսկ նախաքննական մարմնի կողմից ընտրված խափանման միջոց գրավը վարույթ իրականացնող մարմնի եղել է օրինական եւ հիմնավորված ու մտել է օրինական ուժի մեջ, այնքանով որքանով որ դա կամ չի բողոքարկվել կամ բողոքարկման արդյունքում մնացել է նույնը։ Այդ մասը պատվարժան դատարան։ Ինչ վերաբերում է նրան, որ մեղադրյալը դեռևս 2018 թվականից որպես վկա հարցաքննվել է եւ ըստ էության գիտակցել է եւ նախատեսել է, որ հնարավոր է իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի ու այնուամենայնիվ ոչ պատշաճ վարկագիծ չի դրսևորել, պատասխանում են, որ այն կարգավիճակը, որ ունեցել է մեղադրյալը 2018 թվականին, այն կարգավիճակը, որ ունի մեղադրյալը 2024 թվականից 25 թվականից ներեցեք, համեմատելի չէ, մի դեպքում նա ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, մի դեպքում ունեցել է արդեն ներկայացված մեղադրանքի դեպքում մեղադրյալի դատավարական կարգավիճակ, հետևաբար վարքագիծը, որ դրսևորվել է, հնարավոր է դրսևորվելիք վարքագիծը մեղադրյալի դատավարական կարգավիճակում, բնականաբար չի կարող մեխանիկորեն պրոյեկտվել եւ վկայի դատավարական
կարգավիճակում դրսևորվող վարքագծի հետ։ Այս առումով պատվարժան դատարան գտնում է, որ այն հանգամանքային հիմնավորումը, որ ներկայացնել, որ վկայի դատավարական կարգավիճակում պատշաճ վարքագիծ է դրսևորել եւ մշտապես ներկայացել է բարդ իրականացնող մարմնին, չի հանդիսանում հիմնավորում առ այն, որ մեղադրյալի դատավարական կարգավիճակը հետեւաբար նույնը կարելի է պնդել մեղադրյալի դատավարական կարգավիճակով դրսևորած վարքագծի պայմաններում։ Պատվարժան դատարան բնականաբար ինչ վերաբերում է մեղադրյալի դատավարական կարգավիճակ ձեռք բերելուց հետո Արմինե Իսրայելյանի դրսևորած վարքագծին մեղադրանքի կողմը չի ասում, որ Արմինե Իսրայելյանը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Նման հանգամանքներ մինչ օրս մեզ հայտնի չեն։ Նման տվյալներ նախաքննության թե դատաքննության ընթացքում ըստեյության ձեռք չեն բերվել, բայց պատվարժան դատարան գտնում են, որ բացակայելու է արգելք խափանման միջոցը, այնուամենայնիվ չմոռանանք, որ հնարավոր է, որ նաև այդ վարքագիծը պատշաճ վարքագիծ դրսևորվում է հենց ընտրված խափանման միջոցների ազդեցության արդյունքում։ Շատ պատվարժան դատարան այդ հանգամանքը եւս պետք է անտեսել ու այնուամենայնիվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայելու արգելքը այն ամենամեղ խափանման միջոցն է, որը որ ըստ էության միջնորդվում է այս բանը վերացնել, գտնում ենք, որ կրկին ստիպված եմ կրկնվել, հաշվի առնելով այն տվյալները, որոնք որ Արմինե Իսրայելյանի կողմից հայտնվեցին, գտնում ենք, որ բացակայելու արգելք խափանման միջոցի վերացման հիմքեր չկան։ Երկու բառով ներկայացնել, որ բոլորի համար բարձ լինի, Մարգերի գոլեգան համապարփակ ներկայացրեց ըստ էության դատավարական ընթացակարգը գործի, սակայն որպես պաշտպան, բացի այդ որպես անձով երկար տարիներով ճանաչում է Տիկին Իսրայելյանի ընտանիքին, առանձինս վերջին Իսրայելից Ասում Իսրայելյանի, կապը, այսպես ասած, արտադատական է ու երկար տասնամյակների կապ է, պետք է մի հանգամանք նշել, որը կարծում եմ կհաստատել, նույնիսկ փաստաթղթերով կհաստատել Պարոն Իսրայելյանը եւ Տիկին Իսրայելյանը, պատվարժան դատարան ըստ էության Արմինե Իսրայելյանը առնվազն ինքնուրույն տեղեկություններով 2003 թվականից մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ընդ որում խափամիջոցի դիտարկման տեսանկյունից, առավել ևս բացակայության արգելք խափամիջոցի դիտարկման տեսանկյունից, իմ համար պարզորոշ է, թե մեղադրանքի կողմի համար, եթե դատարանի համար կարևոր է կայուն սոցիալական կապերի առկայությունը։ Տեսեք, Տիկին Իսրայելյանը 2003 թվականին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն եւ վերջինիս այլ պետությունում գտնվելու վերջնական, այսպես ասած, կապը խզվել է վատ դեպքով պայմանավորված, վերջինիս ամուսնում ամոնով պայմանավորված։ Դրանից հետո Տիկին Իսրայելյանը մշտապես գտնվել է Հայաստանի Հանրապետությունում եւ ունեցել է եւ ունի կայուն սոցիալական կապեր։ Վերջինս երկար տարիներ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Առնվազն 2004 թվականից մի շարք ուսումնական հաստատություններ ու մի շարք պաշտոններ զբաղեցրել, ներկայումս եւս զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, առնվազն մինչև 2023 թվականը եղել է ուսումնական հաստատության ղեկավար, ըստ էության, բացի այդ, վերջինիս երեխաները, երկու երեխաները մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, վերջինիս աղջիկը ամուսնացած է, բայց մշտական բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, նրա ամուսինը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Բացի դրանից Տիկին Իսրայելյանի խնամքին են գտնվում ըստ էության տարեց հայրը, պարոն Իսրայելյանը, եթե չեմ սխալվում, 80 տարեկան է պարոն Իսրայելյանը, բացի դրանից նրա տարեց մայրը, ով ունի նաև մի շարք առողջական խնդիրներ, ես ճիշտ ասած տեղյակ չեմ, այն փաստաթղթերը ներկայացվել է, թե չէ, բայց առնվազն այս ընտանիքին ճանաչելով հանդերձ, ես սա հստակ կարող եմ նշել, որ հիշյալ անձինք, առնվազն Տիկին Իսրայելյանի հայրը եւ մայրը գտնվում են Տիկին Իսրայելյանի խնամքի տակ։ Ընդ որում հայրը պարոն Իսրայելյանը այս գործում մեղադրել է։ Ես այսպես ասած տեսականորեն բացառում եմ, որ կարող է մի իրավիճակ ստեղծվել, որ Տիկին Իսրայելյանը հանդիսանալով մեղադրյալ մեկնի Իսպանիայի թագավորություն ու չվերադառնա այստեղ թողնելով իր հորը, ով եւս մեղադրյալ է, առավել եւս նաեւ մորը, ով գտնվում է իր անմիջական խնամքի տակ։ Պատվարժան դատարան, ես այս ընտանիքին ճանաչում եմ եւ այս ընտանիքի բոլոր սոցիալական կապերը, այսպես ասած, սկսվում եւ ավարտվում են այս պայմանությամբ Հայաստանի Հանրապետությունում։ Ընդ որում այդ կապերը, այսպես ասած, շատ են արմատացած։ Թե Երևան քաղաքում եւ թե մոտակա, այսպես ասած, շրջաններում, եւ այս պայմաններում սոցիալական կապերի գնահատման տեսանկյունից, անձը բնութագրող տվյալների տեսանկյունից, ես գտնում եմ, որ նույնիսկ կարող են ներկայացվել մի շարք փաստաթղթեր, որոնք առնվազն կհաստատեն, որ Տիկին Իսրայելյանի մայրը եւս վատառողջ է, եթե չեմ սխալվում, ունի հաշմանդամության կարգավիճակ, եւ եթե ես չեմ սխալվում,
միակ խնամողը, առնվազն խնամողը հանդիսանում է Տիկին Իսրայելյանը, բայց ըստ էության միակ խնամողը Տիկին Իսրայելյանն է հանդիսանում Արմեն Իսրայելյանը, եւ նրանք բնակվում են համատեղ։ Այս համատեքստում ես գտնում եմ, որ այն հանգամանքը, որ այսպես ասած Իսպանիայի թագավորություն Տիկին Իսրայելյանը չի մեկնում ծանոթներին հանդիպելու, չի մեկնում ինչ-որ ժամանց անցկացնելու համար, մեկնում է իր ամուսնու շիրմաքարի տեղադրման հարցով, եւ ես գտնում եմ, որ այս հանգամանքները համադրության մեջ գնահատելով պետք է գանք մի կարևոր, այսպես ասած, ելակետի։ Տիկին Իսրայելյանը ունի կայուն սոցիալական կապեր միմիայն եւ բացառապես Հայաստանի Հանրապետությունում եւ վերջինս հաշվի առնելով թե վերջինիս սեռը, թե վերջինիս տարիքը, թե նրա խնամքի տակ գտնվող ըստ էության ծնողների առկայությունը, որոնք չունեն այս պայմանությամբ այլ խնամող անձին ըստ ծնող հասկականի, ես գտնում եմ, որ նույնիսկ ենթադրությունների դաշտում իմ համար ընկալելի չէ, ինչպես է կարող Տիկին Իսրայելյանը մեղադրվելով մի արարքի կատարման մեջ, որը թեև դասում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, բայց որը ըստ էության սկսվել, կատարվել, ավարտվել է շուրջ 10 տարի առաջ, այդ հանգամանքով պայմանավորված հանդիսանալով մեղադել, մեկնի այս առիթով Հայաստանի Հանրապետությունից դուրս ու չվերադառնա։ Վերջի վերջով մենք նաև այս հանգամանքների տեսանկյունից պետք է գնահատենք նաև ստեղծված իրավիճակը։ Շնորհակալ եմ, այսքանը ես գտնում եմ, չգիտեմ, հարցադրում կամ դիրքորոշում լինես, գտնում իմ կողմից նշված հանգամանքները կհաստատի Տիկին Իսրայելյանը ու առանձնազն փաստաթղթերը լինի։ Շնորհակալություն պատասխանատու։ Իհարկե միանում եմ Սասունքի Իսրայելի մասով փաստաթղթերի բոլոր արկա է քրեական բարոյություններից, քրեական բարոյությունների արկա է եւ կարծում դրանք արդեն որպես գործընկերոջ ներկայացած բոլոր հանգամանքները շնորհավորում են ինքնին։ Միաժամանակ պատվարժան դատարան, այստեղ ինչն է էականը, որ մենք ակնկալում ենք բացում, մենք վերջնականապես հայ ազգը իր բնույթում ունի որոշակի սովորույթներ, որոնք վերաբերում է, որ մենք այսպես ասած մեր նախկինների, մեր գերեզմաների հետ ունենք որոշակի կապվածություն։ Եվ ցավագին կլինի, եթե մենք ազատ տեղաշարժը սահմանափակենք բացառապես այս քրեական բարույթի շրջանակում եւ հետագայում իմաստազրկվի համասարակ արդարացվելու հնարավորությունը։ Ինչի համար, որովհետեւ դրան բարակայում ունի նաեւ ծննդյան օր, ունի նաեւ մահվան օր, ունի նաեւ Սուրբ ծննդյան օր հայ, բայց մի օրեր, որոնք իրենց մեջ նաեւ նախատեսում են եկեղեցական ցուցակատարությամբ հաջորդիվ մահվան տարելիցի հետ կապված գերեզմաններ այցելելու մեր ազգային սովորույթը եւ որը բնականաբար նաեւ պատվարժան դատարան բոլորս մի իրավունքով նաեւ կաշկանդված, հա, այսինքն եւ պետական մարմինները դա մեր ազգային սովորույթն է։ Մենք Արմեն Իսրայելյանի, քանի որ արգելի պատճառներով Իսպանիայում հաղորդավորված, ես չեմ կարծում, որ ողջամիտ է, ինչ-որ մեր քրեական բարույթի առկայությամբ, որ պարզապես մեղադելի կարգավիճակ է ձեռքբերել, ընդ որում կրկնում եմ 7 տարի նախաքննությունից հետո, ասենք կանոնի սահմանափակի կասում չէ, որ մեղադերս, որ պետք է ոչ միտեղ չգնաս, նաև քո այս ազգային սովորությունից չոք բոլորս այստեղ այցելենք, ասենք մեր հարազատների գերեզմաններ, բայց ինքը զրկված լինի այդ հնարավորությունից, ես չեմ կարծում, որ դա ողջամիտ է պատվարժան դատարան։ Հատկապես կրկնում եմ 2003 թվականից, երբ որ արդեն տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մշտական երբևիցե այդ իրավունքը չի չարաշահվել, հատկապես 2018 թվականը, երբ որ արդեն տեղեկացվել են եւ փաստացի կասկածի շուրջ հարցակնվելով իրազեկվել են նաեւ փաստացի նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին եւ յուրաքանչյուր վահի եղել է կաշկանդված, որ հնարավոր է նաեւ նրանց մեղադիան ներգրավել, որը իհարկե արդեն տեղի ունեցավ 2025 թվականին։ Այսինքն այն ժամանակվանից սկսած իրանց իրավունքը չի չարաշահվել։ Մեկնելով իսպանիական առհասարակ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն, որը տեղի ունենալով նաև սույն դատականության ընթացքում։ Ընդ որում պատվարժան դատարան երբևիցե նրա որևէ մեկնում իր պաշտպանյանից չի խոչընդոտելու իր դատականության բնականոն ընթացքին եւ ըստ էության դա բացառապես պայմանավորված է լինելու այնպիսի օրերի կազմակերպել, որոնք որ ըստ էության չեն խոչընդոտի դատարանի կողմից նախապես նշանակված դատական նիստերի կայացմանը։ Լավ։ Գնահատելով կողմերի կարծիքը քրեական դատավարության ունես գրքի 1833, 115, 116, 117, 122, 125, 127, 270 և 318 դատանը որոշեց մեղադրել Արմեն Իսրայելյանին և նրա պաշտպան Գեորգի Մելիքյանի միջնորդությունը Արմեն Իսրայելյանի
համապատասխան խափանմիջոցներից բացակայել արգելքի խափանմիջոցը վերացնելու մասին մերժել։ Ես մի բան ավելացնեմ, երբ որ դուք կներկայացնեք համապատասխան պատշաճ փաստաթղթեր անձնագիր հանգամանքի վերաբերյալ, որ գնում Արմենիստանը պետք է գնա Իսպանիա գա։ Ձեր ամբողջ միջնորդությունը դուք պայմանավորել եք Իսպանիա գնալու, չէ, գերեզմանակալի հետ կապված հետարարությունը կազմակերպելու մասնակցել։ Բայց որևէ պատշաճ փաստաթուղթ դրա վերաբերյալ չեք ներկայացրել։ Դատարանը ձեզ գրությունը կտա անձնագիր հետ կապված, որպեսզի անձնագիրը ստանա, երբ որ դուք արդեն կստանաք, թույլտվությունը կունենա մեկնելու, տոմսեր եւ այլ, այդ ժամանակ միջնորդեք քննարկում։ Բայց պատվորը դատարանի ներկայացել ենք, ես չի եմ ասում, թե օրվա հետ կապված կամ շիննակարը տեղադրել Անձնագիր չունի, այսօրվա դրությամբ դուք Անձնագիր դատարանը թույլատրել է, բայց անձնագրերի վիզայի հարցում Դե հիմա այս պահի դրությամբ չունի։ Ոնց ասում Ես փաստաթղթերը պատշաճ ձևով ներկայացնեք հետագայում։ Բարի Երբ որ ակնհայտության օր, ժամ, չգիտեմ, եւ այլն։ Այդ կապված է արդեն դատարանի թույլտվությունից որպեսզի արժեքը կազմակերպի պատասխան դատարան, այսինքն երբ որ դատարանը թույլատրել, Երբ որ դուք կազմակերպեք կներկայացնեք, այդ ժամանակ դատարանը քննարկի։ Անձնագրի հարցը խնդրենք պատասխան դատարանը Անպայման ուղարկի։ Շնորհակալություն։ Չնայած ուղարկել ենք, նշի որ չենք ուղարկել։ Ասում չի ստացվել, հանգույցը Նոր խնդրում ծառա չեն շուտ։ Կարող է շատ եղել, ինչ է եղել։ Մեզ էլ միօրինակ տրամադրել, մենք մեր միջոցները տրամադրենք վիզաների հարցը։ Կարող ենք ձեզ էլ տրամադրել, մենք էլ ուղարկենք։ Շնորհակալություն։ Լավ, հարգելի կողմեր, այլ խափամիջոց հետ կապված կա այլ միջնորդություն, Պատվաժան դատարան մի քանի խափամիջոցների կապված միջնորդություններ կա եւ կանոնավոր ներկայացան, օրինակ դատարանի համար հեշտերի քննարկի եւ Առաջինը վերաբերում է Ղարան Մուսյանի մասով, ես միջնորդության խնդրել եմ արտահայտել դատականից դրվել, բայց խնդրողի համաշտական գերծանրությունները չի ստացվել։ Միջնորդության մեջ հիմնական կոչել է մի հանգամանքը, որ դեկտեմբերի 22-ի դրությամբ Ղարան Մուսյանի մայրը, ով տարածում է Թոքեի քաղցկեղ հիվանդությամբ, պետք է գնար Մյունխեն եւ ուժում ստանալ բժշկի մոտ, բայց քանի որ դեկտեմբերի 22-ը անցել է եւ Ղարան Մուսյանը առնվազն 2 անգամ վերցրել է բժշկից ու չեն կարացել գնալ։ Ըստ էության խնդիրն է, որ հաջորդի օր չունենք նշանակած, բայց միջնորդությունը մնում է արդիական, որովհետև հնչում է պայմանավորվում, թե դատարանը գտնի հիմնավոր եւ միջնորդությունը բավարար եւ խափան միջոցը վերացնի բացակայող արգելքը, այս դեպքում հնարավոր կլինի այդ բժշկի հետ նորից պայմանավորություն ձեռք բերել մնացած բժշկական փաստաթղթերը ստանալու հարցում, թեև ես իմ միջնորդության մեջ արտահայտ դատականից դավիրելու միջնորդության մեջ ըստ էության վկայակոչել է այն հրավերը, որոնք որ արկա է դեկտեմբերի 22-ի համար, նաև ներկայացել է բժշկական փաստաթղթերը։ Հակիշ ներկայացնեմ միջնորդության դատարան Ղարան Մուսյանի նկատմամբ նախատեսություն կրում, որպես խափան միջոցակի հարված եղել արժեքային հսկողություն եւ բացակայելու արգելք։ Առնվազն 1 տարի եւ ավել Ղարան Մուսյանը իր պարտականությունները պատշաճ կատարում է, որը խախտում է արկա չէ եւ դες հավաստիացնում են, որ չի լինելու։ Հիմա պատվաժան դատարան ես միջնորդության մեջ ներկայացրել նաև բժշկական փաստաթղթեր կա, որ բացի Ղարան Մուսյանը իր ծնողների միակ զավակն է եւ ծնողները Վանիշյալ Վիկտորյան Մուսյանը ունի առողջական դժվարություններ, որոնց բժշկական փաստաթղթերը ես ներկայացրել եմ դատարանին։ Հիմա այս բանին հարցություն առաջացել, որպեսզի մորը դրոնի Մյունխեն եւ ըստ էության պրոֆեսոր Ամանդա Թուֆմանի մոտ իրականացնի բժշկական հետազոտություններ եւ բուժումներ։ Այդ ինչպես հանգամանքները հաշվի առնելով եւ հաշվի առնելով Ղարան Մուսյանի ծնողների առողջության հետ կապված լավագույն շահախնդրում եմ պատվաժան դատարան խափան միջոցի հավաս վարչական հսկողությունը եւ բացակայող արգելքը վերացնել եւ Ղարան Մուսյանի նկատմամբ խափան միջոցի հավաս գրավիչ սահմանած 1 միլիոն դրամ կամ ոչ համի գումարը դատարանը կհամարի բավարար ներառելի պատշաճ արտաքիցը կանխորոշելու հարցում Գերկնային միջնորդության հիմքում բացառապես դրված է բարոյական իրավական առումով միանշանակ ինքնարդային, քանի որ խափան միջոցի հիմքում դրված չի եղել, որը կարող է խուսափել քննությունից, Հայաստանի Հանրապետությունից թարգմանելու եղանակով միայն խոչընդոտի մասով է
խափանմիջոցը, ինչերից է սա իրավական առումով, իսկ վարական առումով նաև պատկերացրել, որ կանոնի ծնողների միակ զավակն է եւ հետքա ծնողներին կանոնի բուժման, ինչը էսպային օբյեկտիվորեն հնարավորություն ունի, հաշվի առնելով խափանմիջոցի առկայությունը։ Հետևաբար խնդրում եմ ըստեյության կանոնի նկատմամբ երրորդ խափանմիջոցը փոփոխել, վերացնել վարչական հսկողությունի բացակայելու արգելքը եւ իրարել բերավ 1 միլիոն դրամի կամ գործունեության գումարը, որը դատարանը կհամարի բավարար։ Կանոնությունը ես նաև ներկայացրել եմ ձեզ ուժման աշխատանք հաստատում աշխատանք Հայաստանի Հանրապետությունում ունի կայուն սոցիալական կապը, եւ ծնողները Հայաստանի Հանրապետությունում բնակվում, Հայաստանի Հանրապետությունում աշխատում է, հետեւաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնելու եւ չվերադառնալու որևէ պատճառ չունի, միայն զբաղվելու իր ծնողների առողջական խնդիրներով։ Այսքան պատժում եմ։ Անդրոն կանոնության մասով քննարկել Շնորհություն մի մեղադրանների մասով երբել, բայց առանց Սա պարոն Նեսյան, հայտնեմ, որ ձեր միջնորդությունը նոր տարուց ստացել են, բայց դատարանը ֆիզիկապես է հնարավորություն չուներ կարճացել արտահայտից նշանակել ես հարցը քննարկելու համար, մեր ստացել են միջնորդությունից հաստատքները։ Ես դրամ այդ երևույթն ասացի, որ նոր չեմ կարողացել բժշկել նոր կանոնավորություն, որ խնդրահարույց է, ապա Հայաստանի բժիշկների նման չեն, իրանք պրոբլեմատիկա, դրա համար ոնց որ խնդրեցինք միջնորդությունը քննարկել, եթե դատարանը կբավարարի, մենք կարողանանք նորից հերթագրենք եւ բժշկական փաստաթղթերը իհարկե նույնիսկ ներկայացնեմ ձեզ ավիատոմսից գնաց։ Եթե դատարանը անկախ ամեն ինչից միջնորդությունը կբավարարի, նաև խնդրում ենք ազնագիրը բավականացնում ձեր մոտը, խնդրում ենք ազնագիրը վերադարձնել։ Կանոնություն ինչ կարող եք ասել միջնորդության Միանում եմ պաշտոնից Դուք միակ գործին եք ձեր այո, նաև քույր, որը որ ամուսնացված է, մի անհրաժեշտ Ես ճիշտ հասկացա, նախկինում պայմանավորվածություն եղել, այդի որ միջնորդությունը չենք հասցրել քննարկենք, չենք կարողացել պատվարժան դատարանի, եթե պայմանավորվածության վերաբերյալ տվյալներ կներկայացվեն դատարանին, ապա որևէ առարկություն չունենք։ Խնդիրը ասում եմ, իրականում որ պայմանական պետական ասինքի, բայց խնդրահարույց է արտահայտվել, դրա համար նաև բժիշկների դա պրոբլեմ չէ։ Միանշանակ պայմանավորվածությունը կա, բայց խնդիրը իրականում խնդիր է բժշկի հետ, չգիտեմ, հերթագրվել եւ այլն։ Դրա համար 3 անգամ հերթագրել մարդիկ չեն գնացել։ Հիմա պատկերացրեք իրավիճակ լուրջ չի լինում, էլի բժշկի տեսանկյունից։ Նրանք այդքան չեն հասկանում, գերմանացիները այդքան չեն հասկանում, որ Հայաստանում խափամիջոց է կիրառված, իր ծնողը չի կարող ինքը գնալ, իրանց համար սա երևի, չգիտեմ, դրա համար եմ ասում, իրականում պայմանավորվածություն լինելու է, իրականում ձեզ ներկայացնելու է եւ հերթագրումը եւ ամսել է, բայց քանի որ մենք չունենք այսօր դատարանի թույլտվություն, մենք չենք կարողանում օբյեկտիվորեն այն նորից վերցնել պայմանական հետևարի 10, նորից միջնորդություն ունի, օրինակ չեն իրատականի, ստացվում որ եւս մեկ անգամ ասում ենք մի բանը ոչինչ չհասնի։ Սրա մասին եմ խոսում։ Դրա համար ես ասացի որ դեկտեմբերի 22-ով են ինքնացել, մինչև հետել են ինքնացել իհարկե պայմանավորվածությունը, բայց հոկտեմբերով են ինքնացել, բայց քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի եղել հարցը քննարկելու, դրա համար հաջորդիվ մենք չենք կարողանում օգտվել, բայց հավաստիացնում եմ, որ շատ լուրջ չի լինելու։ Հետևարի մեջ ակցիվ, բայց պետք է պետքնով դատարանը թույլ տա հնարավորություն տա, որ կարողանանք եւս մեծ անգամ բժշկել պայմանավորվենք, որ կարողանանք ձեռք բերենք պատճառը, այսքան խնդրից է։ Լավ քննարկելով միջնորդություն լսելով կողմերի կարծիքով եկավ գլխավոր քրեական դատավարության 10-33
115, 116, 117, 122, 124, 125, 127, 270 եւ 390 դատան որոշեց Մեղադրյալ Կարեն Մկրտչյանը եւ վերջինս Պաշտպան Սոկրատեսյանի միջնորդությունը բավարարել Մեղադրյալ Կարեն նկատմամբ համակցության պատասխանատվական միջոցներ վարչական հսկողություն եւ բացակայելու Արգելքը վերացնել վերջից նկատմամբ որպես ագանտրանքային խափամիջոց կիրառելով գրավի 3 միլիոն դրամի չափով գրավի գումար երրորդյա ժամկետում ենթակա վճարման հակակոռուպցիա դատարանի արտաբյուջետային թիվ 90 0010009085 դեպոզիտ հաշվի գրավը կիրառված համարել գրավի լուծվածքների հավաստող փաստաթուղթը դատարան ներկայացնելու բանից Որոշումը կարող է բողոքարկվել հավերականի հակակոռուպցիոն դատարան այս ստանալու բահես 16 ժամկետում։ Ես հուսում եմ, որ նաև բանապատասխան փաստաթղթեր կներկայացվեն։ Եթե երրորդյա ժամկետում օրինակ չհասցնենք գրավը կմուզիկ ամասը չուզում։ Եթե երրորդյա ժամկետում չհասցնենք պայմանավորվածությունը, այն օրը երբ պայմանավորվածությունը կունենանք, արդեն համապատասխան ավիատոմսեր գնում բոլոր ձեզ ներկայացնենք։ Երրորդյա ժամկետում Չէ, ասի Երրորդյա ժամկետում գրավ։ Ահա, չէ, ես ասացի երրորդյա ժամկետում պայմանավորվածություն, հիմա կարող է ճիշտ երրորդյա ժամկետում չստացվի պայմանավորվածություն։ Մենք էլ խնդրանք, որ մեր նշանակած նիստերի օրերը Հա, չէ, միանշան ծրագրի լինելու է։ Բավական դատարան մյուս աշխարհանալից մասով կարծում քննարկել, որը խոշոր չկա։ Ես ներկայացնում եմ եւ Արմեն Սարգսյանի եւ Հարություն Մերոյանի իրանց Սահակյանի եւ Լևոն Արուշնաշարը ըստ էության միջնորդությունները հրամանանձին ներկայացնեն խափանոցների կապված կարող քննարկել այս հարցը համաձայնություններ եւ ժամկետի խնդիրը չունեն։ Բավական դատարան հարությունի մասով կներկայացնեմ Հարություն Մերոյանի նկատմամբ նախաքննության միայն որպես խափանոցով կիրառված վարչական հսկողություն։ Միայն վարչական հսկողություն, որում բացակայել արտիքը կիրառվել է եւ անային մեղադրողը նաև շիտով ես կնած դատականից մեղադրողի բաղ իրականացնող մարմնի կողմից է կայացվել որոշում։ Բավական դատարան Հարություն Մերոյանի նկատմամբ միայն կիրառված խափանոցով վարչական հսկողություն, այսինքն եւ մեր միջնորդության իմաստն ինչն է կանում, որ վերջինս աշխատում է եւ աշխատում է այնպես ընկերությունը, որ իրականում գիշերային ժամերին պետք է աշխատի, բայց վարչական հսկողության պայմաններում ես վերջինս նկատմամբ հնարավորություն չի տալիս, որպեսզի պարտականությունները կատարի վարչաշրջանում ես տեղեկանքներ ձեզ կներկայացնեմ, որոնք հաստատվում են եւ աշխատանքային պայմանագրերով եւ տեղեկանքները, որ վերջինս հանդիսանում են Արշուր Սեկրետի սպանքերության աշխատակից տեղեկանքով ներկայացված վերջինս պարտականությունները Հետևաբար վարչական դատարան խնդրում է վարչական հսկողությունը վերացնել եւ վերջինս նկատմամբ Հարություն Մերոյանի նկատմամբ որպես խափանոց գրավ 1 միլիոն դրամի կամ այն ողջամիտ գումարի չափով, որ դատարան պետք է բավարար ներառյալի վարչապետարագիծը կանխորոշվելու հարցում, ես այդ տրամաբանությամբ ներկայացնում, որ խափանոցները պետք է լինեն նվազագույնի սկզբունքով, բայց քանի որ վերջինս նկատմամբ որևէ խափանոց կիրառման հիմքում առհասարակ դրված չէ փախուստը կամ Հայաստանի Հանրապետությունից փախուստակները վտանգը եւ բացակայելու արգելքի պայմանները որևէ խնդիր չկա, բաց այդ այս պահին էլ բացակայելու արգելք չկա եւ վերջինս որևէ կերպ չի խուսափում քննությունից բոլոր դատական նիստերի վարչական ներկայանում է, հետեւաբար խնդրում եմ վարչական հսկողությունը միայն փոխել, վերաբով գրավի չափ սահմանել 1 միլիոն դրամ կամ այն ողջամիտ գումարը, որը դատարանը կպետք է բավարար մեղադրելի վարչապետարագիծը ապահովել հարցում եւ հնարավորություն տալ Հարություն Մերոյանին աշխատել եւ բնականում կամքով ապրել նաեւ իր պարտականությունները կատարել։ Բավական դատարան դեպի ես հիշատան առումով ներկայացած գործի մեջ կա, բայց նա հաշվի առել, որ Հարություն Մերոյանը ունենալ վարչական խնդիրներ, այս աշխատանքը համաշատ կարևոր է, այնպեսի նաեւ զինվորականը երկարամետ ծառայություն, բայց այս աշխատանքը այնպեսի աշխատանք է, որը չի խոչընդոտում իր վարչական խնդիրների, հետեւաբար խնդրում եմ նաեւ հաշվի առնել Ես աշխատանքային պայմանները ձեզ ներկայացնեմ եւ տեղեկան զոհինի հավաստում ունի խոսքերի, որ վերջինս հանդիսանում ընկերության աշխատակից եւ ունի որոշակի պարտականություններ, որոնք որ կապված են նաեւ պահապետերի աշխատողների աշխատանքի ստուգման եւ օրվա տարբեր ժամերի, նաեւ գիշերային ժամերի ստուգայցի իրականացնելու։
Նյութագի օգտավյաններ, Նյութագի տեղական քննարկումների վարչական խնդիրներ, պատվոգիրը տրված Հայաստանի Հանրապետության զինվորների կողմից, վերջինս նշեցնելյանը ըստ էության հանձնացնում զինվորական եւ Իսպանիայի մասնակցել է բավականին մեծ պատերազմ տարած հաղթանակի Շուշի ազգային տարածքից ծառայական պարտականությունների բարձրացումը արգելադրվել է պատվոգիրերով եւ ուշանիներով։ Այս հանգամանքները ևս հաշվի առեք, որպես անձը Նյութագի օգտավյաններ եւ իր դերը Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության ծառայությունից կանխատեսում։ Սա նաեւ անձը Նյութագի դատախազի գրությունն է, որ 180 միլիոնի մասով խափանոցները վերացված է, չնայած գործի մեջ չկա։ Դեռևս 2020 թվականի հունիսի 2-ին 180 միլիոնի նկատմամբ որպես խափանոցի բացակայությունը վերացված է։ Այսինքն սա գործի մեջ կա, ես կարող եմ նշանակալ, որ գործի մեջից է անչանիկ, սա Իգին Շիրվանյանի գրությունն է ինձ հասցեագրված, պարտասական գրության ես գրությունների գրել, վերջինս պատասխանել է, որ առանց Սահակյանի եւ 180 միլիոնի նկատմամբ կիրառած խափանոցները վերացվել է, բացակայելու ակտիվները վերացվել է։ Այսինքն հունիսի 2-ի գրությամբ խափանոցները վերացված են եւ Իսպանիան անցել է 8 ամիս եւ 180 միլիոնը այնպեսի գործողությունը չի պատել, որոնցով ըստ էության դատարանի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ վերջինս նկատմամբ այդ կանոնային դեպքում կիրառվի բացակայելու ակտիվ, դրան այսօր կիրառվի միայն Բանմեկ ասում ձեր աշխատանքի հետ կապված է, այս սահմանները։ Բանվորական կառավարությունն է։ Այս հասկացա։ Գիշերային լավ նստեք։ Ինչպես ճիշտ նշեց Մելոյանի պաշտպանը, 180 միլիոնի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է նաև վարչական հսկողությունը բացակայելու արգելքը։ Պատվարժան դատարան վարչական հսկողությունը կիրառվել էր դատարանի կողմից, դրանից հետո նախաքննական մարմնի կողմից կիրառվել էր բացակայելու արգելքը, որը որ բողոքարկվել էր սկզբում դատախազական վերադարձ դատախազին, այնուհետև նաև դատախազական կարգով ինձ էր բողոքարկվել, այնուհետև դատական կարգով էր բողոքարկվել։ Պատվարժան դատարանները գտել էին, որ բոլոր այն դեպքերում, երբ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարց է քննարկվում եւ դատարանը որոշում է, որ կոնկրետ անձի նկատմամբ կոնկրետ այլընտրանքային խափանման միջոցներ պետք է կիրառվեն, դրանից հետո նախաքննական մարմինը, եթե այլ հիմքեր ըստեյության ի հայտ չեն գալիս, չի փոխվում այն իրավիճակը, որը առկա է եղել այլընտրանքային խափանման միջոց ընտրելիս դատարանի կողմից, այդ դեպքում նախաքննական մարմինը իրավասու չէ ընտրելու լրացուցիչ խափանման միջոց, այլ կերպ ասած, եթե մի հարցի քննարկման շրջանակներում դատարանը արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշում ընտրել այլընտրանքային խափանման միջոց եւ որևէ հանգամանք չի փոխվել, այդ դեպքում նախաքննական մարմնի կողմից ընտրված լրացուցիչ խափանման միջոցը իրավաչափ օրինական չէ, պատվարժան դատարանը թեևս որոշումները բողոքարկվել են դատական կարգով, այնուամենայնիվ մտել են օրինական ուժի մեջ, այսինքն ունենք մի իրավիճակ, որ նախաքննական մարմինը այս իրավիճակում ավելի ճիշտ ես որպես հսկողություն իրականացնող դատախազ կամ վերադարձ դատախազը այլընտրանք, քան խափանման բացակայելու արգելքի խափանման միջոցը վերացնելու չուներ, որովհետև օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտավորում էր մեզ այդ իրավունքի խախտումը վերացնելու։ Այս պատճառաբանությամբ պատվարժան դատարան, որ բացակայելու արգելքի խափանման միջոցը վերացվել է եւ մնացել է միայն վարչական հսկողությունը, որը իր մեջ պատվարժան դատարան վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ըստեյության որոշակի նաև բացակայելու արգելքի խափանման միջոցի գործառույթներն է ինչ-որ տեսանկյունից իրականացնում։ Պատվարժան դատարան տվյալ դեպքում ներկայացրած միջնորդություն վարչական հսկողությունը վերացնելու եւ դրա փոխարեն գրավ խափանման միջոց ընտրելու, այս առումով պատվարժան դատարան գտնում ենք, որ առայժմ ենք դրա դեմ այն հիմքով, որ եթե վարչական հսկողությունը պայմանավորված աշխատանքային ուրեմն հարաբերություններից ծագող որոշակի պարտականություններից ըստ
ըստ էության նպատակահարմար չէ թողնել վարչական հսկողությունը ուժի մեջ, այդ դեպքում պատվարժան դատարան գտնում ենք, եթե դատարանը վերացնի վարչական հսկողությունը, ապա պետք է Հարություն Մելոյանի նկատմամբ կիրառվի ամենամեծ խափանման միջոցը, տվյալ դեպքում բացակայելու արգելքը։ Այսքանը Սերուրած վարկագծով ապացուցել է, որ Հայաստանի Հանրապետությունից թափել մտածություն ունի, կանխատեսական բնույթի դատողությունները վերանում են խափան միջոցի տեսանկյունից, որովհետև մեթոդական գտնի որ բացակայելու արգելք որտեղ խափան միջոց կիրառի, միակ նպատակը բացակայելու արգելքի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից չլքի անձնագիրը օգտագործել։ Բացակայելու արգելքը վերցնեց առնվազն 8 ամիս առաջ։ Այդ մարդը նման հնարավորության դեպքում չի արել։ Դրանցին է խոսքը։ Ես գտնում եմ, որ այո, բացակայելու արգելքը չէ, խնդրում եմ դիալոգ գերա, որտեղ խափան միջոցի դերացել կար խոչընդոտի փորձով անձանցելը, իսկ գերավը այն խափան միջոցն է նվազագույնը, որը կարող է գերաշրջել արտադրել։ Դրան ես խնդրում եմ դիալոգ բացառապես գերավ, վերավիճակ սահմանելով 1 միլիոն դրամ կամ այն ողջանի հիմար, որ դատարանի դավարա ներադարի պատշաճ վարկագիծը կանխորոշելու հարցում։ Ես կան պատվարժան դատարան ցույց եմ միջնորդում։ Դատարանը հեռանում է հարավի սենյակ որոշում կայացնելու, որ վերաբարակի 10 քննարկելով միջնորդությունը և եկալելու վարկերյակը դատավարության նոզգրքի 10-33 հարկանցնիկ հարկասնվեց 117, 122, 124 և 270 դատարանը որոշեց մեղադրյալ Հարություն Ցոլակի Մելոյանի նկատմամբ կիրառված խափամիջոց վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում վերջինս կողմից 3 ժամը 20-ից մինչև առավոտյան ժամը 8 ներառյալ բնակության վայրը լքելու արգելքը վերացնել, իսկ շաբաթը 1 անգամ հանրապետության ծառայության Երևան քաղաքային մարմնի գրանցվել, ինչպես նաև առանց դատարանի մշտական բնակության վայրը Երևան քաղաքի նորաշեն Թաղամասի 41 շենքի 46 բնականը փոխելու արգելքը թողնել ամփոփ որոշման կատարումը հանձնարարել հանրապետության ծառայության։ Կանոն խափամիջոց չի կողմվել, արձանագրային որոշում է կայացվել արգելի կողմեր, ժամային սահմանափակումը վերացնելու հետ կապված, պատճառաբանում կանոն ձեր միջնորդություն պայմանավորված էր աշխատանքային ժամերի հետ կապված, պարզ է ձեզ։ Այսինքն ժամային սահմանափակում չկա, բայց շաբաթը 1 անգամ պարտավոր պրոբացիայում խոսքը վերաբերում է Արմեն Սարգսյանի մասով միջնորդությունից։ Արմեն Սարգսյանը գեզայտի վերադերներից է նկատմամբ իրավացա իրական դատավարության օրենքի ամենախիստ խափան միջոցների բացառության կարանքի մնացածը 3 խափան միջոց։ Իրավացա վարչական հսկողություն, իրավացա բացակայելու արգելք և վերավ 1 միլիոն դրամի չափ։ Պատվարժան դատարանը բացակայելու արգելքը թեև մի կողմից չի բողոքարկվել, բայց իրավել է այն նույն տրամաբանության, ինչ կողմից չէին տրամաբանության, որ ճագաչ նշվեց կողմից դատարանը կիրառել է միայն վարչական հսկողություն, և գրավ, իսկ բացակայելու արգելքը կիրառել է բավարար իրականացման մարմինը, որը իմ պատկերացմամբ իրական չի տեսել։ Այդ մշևից է, քանի որ արդեն իսկ կիրառված է, դրա մասին ես շատ չխոսեմ։ Դատարանը որն է կիրառել վարչական հսկողությունը և վերակ։ Բացակայելու արգելքը կիրառել է բավարար իրականացման մարմինը, որը իմ կարծիքով իրավունք չի ունի։ Սա նաև տեսական հարցերը, թեև Շաբեկ դատարանը այդպես չպատասխանեց, բայց վերակնիչ դատարանի մակարդակում այդ հարցը պատասխան եղել է։ Ուսանող Շաբեկը մի օր որոշում է կայացնել։ Պատվարժան դատարանը իմ խնդրանքը ինչու է կայանում, եթե դատարանը գտնի, որ բացակայելու արգելքը պետք է պահպանել, պաշտպանության կողմը ես այն խնդիր չի տեսնում, ոչ էլ գրավի տեսանկյունից, միայն վարչական հսկողությունն են խնդրում վերացնել, նույն տրամաբանությամբ, քանի որ ունի աշխատանք և դա խոչընդոտում է իր գործունեությանը, և քանի որ արդեն իսկ բացի վարչական հսկողությունից կիրառված է նաև գրավ և բացակայելու արգելքը խնդրում են միայն վերացնել վարչական հսկողություն։ Իսկ եթե դատարանը գտնի այնուամենայնիվ որ դրական արժանապատվություն է և բացակայելու արգելքը ևս պետք է վերացնել, պաշտպանության կողմը
հետ կապված առարկություններ չունենք։ Լավ, Արմեն Սարգսյան, որևէ բան եք ասելու Իշաջյան։ Լավ, Միջնորդությունը վերաբերվել նրան, որ իրարված խափանամիջոցներից միայն վարչական հսկողությունը վերածվի։ Այո, միջնորդությունս դրան է վերաբերվում, բայց քանի որ օրենսդրական խնդիր կա նաև բացակայական, պետք է կապել։ Դրանից եթե դատանը կգտնի, որ պետք է վերացնի բացակայական, պաշտպանության կողմը առողջություններ չունի։ Միայն խնդրում եմ մեր միջնորդությունը քննարկել վարչականը վերացնելու, բայց մեկ էլ պատվաժան դատանը, եթե որացանշեմ անձնագիրը ձեզ մոտ է, որևէ գործողություն չի կարող անվանի քաղաքացի իրավական բան։ Եթե նստից հետո դիմում գրեք։ Այո, այդ մասը լավ գրավոր։ Պատվաժան դատարանը մեղադրել Արմեն Սարգսյանի նկատմամբ, ինչպես նշեց պաշտպանը, կիրառված են 3 խափանամիջոցներ, գրավ, վարչական հսկողություն, բացակայելու արգելք, բոլորի որոշումները օրինական ուժի մեջ են մտել, հետևաբար դա օրինականությունը կասկածի տակ դնելու որևէ հիմք ըստ պայմանությամբ չունենք։ Պատվաժան դատարան, ըստ էության, քանի որ միջնորդությունը երկու տարբերակով ներկայացվեց, մի դեպքում, որ վարչական հսկողությունը վերածվի իրավունք բացակայելու արգելքը մնան, պատվաժան դատարան այդ մասով որ առարկություն չունեմ, իսկ ինչ վերաբերում է նրան, որ դատարանը գտնի, որ բացակայելու արգելք խափանամիջոցի իրավաչափ չի կիրառվել, պատվաժան դատարան կրկնվում եմ, բայց ունենք օրինական ուժի մեջ մտած որոշում, որը կասկածի տակ դնելու հիմքեր չունենք, չենք կարող ունենալ, որտեղ օրինական ուժի մեջ է մտած։ Գտնում եմ, որ Արմեն Սարգսյանի նկատմամբ գրավ բացակայելու արգելք են խափանամիջոցներն են, որոնք իզորում են ապահովելու վերջինիս պատշաճ վարքագիծը, վարչական հսկողությունը վերացնելու հետ կապված առարկություն չունի։ Սաղմում եք ասել այն։ Լավ, քննարկելով միջնորդություն, լսելով կոմունիկացիա, ղեկավարելով քրեական դատավարության ազգերքի 15, 33, 15, 16, 25, 25, 27, 270 երեխաություններ և 390 դպրոցներ դատարանը որոշեց մեղադրյալ Արմեն Սարգսյանի և վերջինիս պաշտպան Սպատ Մինասյանի միջնորդությունը բավարարել մեղադրյալ Արմեն Սարգսյանի նկատմամբ համակցության կիրառված խափանամիջոցներից վարչական հսկողությունը վերացնել, իսկ բացակայելու արգելք և խափանամիջոցները թողնել անփոփոխ։ Որոշումը կարող է որակարգել վերականգնի շահագործություն դատարան այս նորմատիվ 14 ժամի։ Բացեց ես։ Այո, Պատվաժան դատարան ներողություն ընդունում, եթե թույլ տաք, պատվաժան դատարան 16:30 պարոն Ոսկանյանի նախագահությամբ դատական նիստի պետք է մասնակցեմ հաջորդներ նստավայրում, ուստի կխնդրեմ կարող խափանամիջոցի միջնորդության հարցը թույլատրելի համարել սույն նիստը շարունակելի բացակայությամբ և կխնդրեմ նիստ թույլատրել, որպեսզի լքեմ դատական նիստերի դահլիճը։ Իշա դատական նիստը պատվաժան դատարանը ևս հարցնապես հանձնարարություններ հրավերելու և ուստի պետք է մասնակից լինեմ հաջորդներ նստավայրում։ Դուք տեղյակ եք չէ, որ հաջորդ դատական նիստը փետրվարի 5-ին Հաջորդ երկու դատական նիստերի մասին տեղյակ եք։ Նիստի երբ որ համաձայնեցվել եք ես նիստի մասնակից չի եղել, բայց գրաֆիկս հարմարացրել եմ այնպես, որպեսզի Ամեն երկու օր եմ որոշել փետրվարի 5-ին և փետրվարի 6-ին։ Լավ, կարող եք գնալ։ Շնորհակալություն։ Պատվաժան ներողություն, որ դիտավորությունը կարող չէ նախորդ անգամ որ նստենք Եթե կարճակ արամին ես որտեղ ես էլ նիստ ունեմ։ Հա, ես հագուց կներկայացնեմ, Լևոն Հարությունյանի մասով հագուց կներկայացնեմ, իրանց արականը չի հանում ներկայացնեմ, հաստատ իրանն բացակայելու արգելք ու պատվաժան դատարանը Լևոն Հարությունյանի մասով մենք քննարկել, բայց ես նոր անդամանք ունեմ, ինչի իրանն է տեղյակ եմ Արգաշան դատախազը, տեսեք, ես անցած դատական նիստի ժամանակ ես գայակոչեցի, որ դեռևս նախաքննության փուլում դատարանը վերացրել է խափանամիջոց բացակայելու արգելքը։ Ոչ թե բացակայելու արգելքը վերացրել, որոշում էր կայացրել իմ բողոքը բավարարել և իրականացնող մարմնի պարտականություններ սահմանել, որպեսզի վերացնել բացակայելու արգելքը։
Նշված որոշումը ինչ մոտա պատվարանադատարան, ես գտնում եմ, որ առաջինը նախաքննության փուլում Լևոն Հարությունյանի նկատմամբ եղած բացակայել արգելքը ակումբի կերպով կիրառվել, ամենայն դեպս էսպայինն միջադական արտավիճակները վերաբերել գործունեության անունի մասին հակակողություն դատարանի որոշումը նախագահության Վահե Բեգնազյանի եւ այս որոշումը ձեզ ներկայացնելով խնդրում ևս մեկ անգամ խնդրում քննարկման վերարտադրել Լևոն Հարությունյանի խափան միջոց բացակայել արգելքը վերացնելու հարցը եւ որպես դասադիտարկելով որպես նոր հանգամանք եւ որպես խափան միջոց կիրառել գրավ 2 միլիոն կամ 3 միլիոն դրամի չափով կամ այն ողջամի գումար, որ դատարանը կազմի բավարար երադյալի բաժշկվածությունը կանխորոշելու հարցում, այս հանգամանքը պատվարանատան շատ կարևորում ընթացքով, որ Լևոն Հարությունյանի խնամքին են երկու երեխաներով Հայաստանի Հանրապետությունում են կինը, ով եւ սպասում է երրորդ բարիքին, բացի այդ Լևոն Հարությունյանը ամբողջ պրոբլեմը ինչու է կանում անպայման այդ Հայաստանից գնալու հետ կապված խնդիրը, որ Ռուսաստան դաշտում աշխատում է մասնագիտության ճարտարապետը եւ դա աշխատանք ունի արած, որ դա հանձնի ու կանոնը վերադառնա Հայաստանի Հանրապետություն ու ապրի իր ընտանիքի հետ։ Իր գնալը պարտադիր է։ Խնդիրը սրանում չէ։ Իրականում հաշվի առնելով, որ ճիշտ է Ռուսաստանի դաշտից է վերադարձել, հայկականամա վերադարձել, այս շատ կարևոր հանգամանքներ են, որ տեղեկանալով նկատմամբ իրական հետապնդում հարուցված լինելու մասին, անմիջապես նույն օրը գնել է տոմս եւ վերադարձել Հայաստանի Հանրապետություն։ Սա ես չեմ ասում, սա փաստաթղթերն են ասում, սա իրականությունն է։ Հետևաբար ես գտնում եմ, որ այնուամենայնիվ Լևոն Հարությունյանի մասով թեև դատարանը որոշում է կայացրել բացակայել արգելքի դատելու մասին, որպես նոր հանգամանքը իհարկե պետք է դիտարկվի հակակողություն դատարանի նույն գործով միջադական վարույթով ընթացքում կիրառված որոշումը, որով իրավունքի խախտում է արձանագրվել, մասնավորապես խախտման միջոց կիրառելու տեսանկյունից, եւ խնդրում եմ ևս մեկ անգամ քննարկել եւ բացակայել արգելքը վերացնել ու կիրառել գրավ ես ասացի 3 միլիոն կամ այն ողջամիտ գումարը, թեև իմ պաշտպանյանը ասաց, որ 2 միլիոնից ավել չի կարող վճարել, բայց հաշվի առնելով պրակտիկան, կարծում եմ, որ եթե երկուսը գտել է, մեկն էլ հարազատների միջոցով կգործել։ Այսքան պատվարանադատարան, սա դատարանի որոշումն է, միջդատական արտավիճակը վերաբերել ողջունության դատարանի մասին որոշում պատճենն է, սա Տիկին Շիրվանյանը ևս ունի, ես տեղյակ եմ, սա հետ կապված այսքան պատվարանադատարան։ Քանի որ դոզը քննարկում քննարկում կապամիջոցի հարցը, իսկ պաշտպանյանի սպասում ենք նախընտրել հաջորդականիստին քննարկել կապամիջոցների հարցը դերտուտորության հետ իրական ժամը 16:00-ին, որով ազգային նախագահություն ունեմ իսկ դա ես մասնակցել եմ դա։ Բայց ոնց հասկացա մեզ են սպասում, են իսկ հետապեքի, որ մասնակցի, բայց կապտեք Այդիսներ համենին չես ալեք, կարաչի կնա հետ կնցում եք, ուզում եք պատրաստվեք իստի չի։ դերտերա գոմսվող Նախընտրել Տիկին Նախնարարիտ կապված, որ դատարանի կողմից, առաջացան դատարանի կողմից քննարկվել է նախաքննության ընթացքում Լևոն Հարությունյանի նկատմամբ բացակայել արգելք խախտման միջոց կիրառելու իրավաչափությունը, պիտի ասեմ, որ այո, որոշում առաջացան դատարանի ես ստացել եմ, բայց դրա դեմ ներկայացրել ենք հատուկ վերանայման բողոք եւ այս փայտրությամբ չունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որովհետեւ դեռևս վերահսկում չգիտեմ միգուցե պաշտպանության կողմից ստացել եմ, մենք դեռ չենք ստացել։ Այս պայդրությամբ չունենք օրինական ուժի մեջ մտած, ամեն դեպքում նույնիսկ եթե ստանանք էլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով կհաստատվի, որ նախաքննության ընթացքում Լևոն Հարությունյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խախտման միջոցի իրավաչափ չի եղել, չկա։ Պատվարժան դատարան, այնուամենայնիվ գտնում եմ, որ նույնիսկ այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը որևէ կերպ չի կարող իրավական ազդեցություն ունենալ արդեն դատաքննության փուլում են իրավիճակում, երբ որ դատարանը, վարդն իրականացնող դատարանը քննարկելով Լևոն Հարությունյանի նկատմամբ կիրառված խախտման միջոցների հարցը, իսկ վերջինիս նկատմամբ կիրառված է եղել վարչական հսկողությունը բացակայելու արգելքը, գտել է, որ Լևոն Հարությունյանի նկատմամբ պետք է կիրառվի բացակայելու արգելք, վարչական հսկողությունը պետք է վերացվի եւ պետք է կիրառվի բացակայելու արգելք խախտման միջոցը։ Գտնում եմ, որ դա որևէ իրավական ազդեցություն դատաքննության փուլում դատարանի կողմից կայացած որոշման վրա ունենալ չի կարող։ Ու պատվարժան դատարանը մնում է նույն դիրքորոշման, ինչ որ արտահայտել եմ նախկինում
Լևոն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու ու վերացնելու միջնորդության քննարկման ընթացքում գտնում եմ, որ բացակայելու արգելք կրկին ըստ էության դիրքորոշման փոփոխություն չկա, գտնում եմ, որ բացակայելու արգելքն է այն խափանման միջոցը, որը իզորվում է ապահովելու Լևոն Հարությունյանի վարշաճ վարկագիծը։ Զանազանցից չեմ գործ գերոջը, որ չունենք օրինակ ուժի մեջ պատասխանատվական, որովհետև ես չեմ սուբյեկտը, ես փոխել եմ քրեական դատավարության հանձնիկով գրել եմ ժողովը, այնտեղ գրած է, որ չենք դատական ակտերը մտնում են ուժի մեջ հրապարակման պահից։ Բայց նա մասին չէ խոսքը, նաև ես կուզեի վկայակոչից նաև ձեր որոշմանը, որ դուք որոշում եք կայացրել խափանման միջոցը կիրառել բացակայելու արգելք, այն դեպքում ձեր որոշումը բացակայելու արգելք կիրառելու մասին չէր, այլ ձեր որոշումը, որ մասնակի բավարարել եք պաշտպանների միջնորդությունը եւ վերացնելով արժանապատվությունը բացակայելու արգելքը թողել եք անփոփոխ։ Այսինքն ոչ թե դուք կիրառել եք խափանման միջոց, այլ դուք կիրառված խափանման միջոցը թողել եք անփոփոխ։ Իսկ հիմա ես որոշում եմ ձեզ ներկայացնում, որ կիրառված խափանման միջոցը վերացված է։ Այսինքն ոչ թե վերացված է, այլ սխալ է կիրառված։ Հետևաբար, եթե ինչքան էլ թիվը շատ բարձր լինի, որ դուք 0-ով բազմապատվեք, դառնալու է 0։ Այսինքն, խնդիրը ինչն է, դուք անփոփոխ եք թողել մի որոշում, որը ի սկզբանե դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ սա ապօրինյակ է։ Սրա մասին է խոսքը։ Սա է որպես դիտարկեք նոր հանրություն։ Դրա համար ասում ես խնդրեմ քննարկել իրավական հարց եմ իհարկե բարձրացնում, բայց կարծում եմ իրավական հարցը նաև ունի հերիք եւ գտնում եմ, որ ներկայացած տեսությունը առնվազն իրավունք ունի ընտրելու եւ կրկնում եմ, որ դուք անփոփոխ եք թողել մի բան, որը որ դատարանի մեկ այլ կազմի դատարանի որոշումով արձանագրվել է, որ իրավունքի խախտումով է այդ որոշումը կայացվել։ Այսքան պատվեր։ Վճռական դատարանի որոշում, որ ասում որ նույնիսկ այս միջդատական ակտերը, որոնք որ դրա թեև մենք չենք ստացել, կրկնում եմ, վերակնիչ դատարանի որոշումը մենք չենք ստացել, որ ասում են, որ օրինական ուժի մեջ է մտնում, բայց այնուամենայնիվ վճռական դատարանը գտնում է, որ իրավական անորոշությունից խուսափելու նպատակներից ելնելով այդ դատական ակտերը իրենք անմիջապես հիկատարածման ենթակա չեն, քանի դեռ չի սպառվել դրանց բողոքարկման հնարավորությունը։ Ու կրկին վճռաբեկ դատարանը ստիպված եմ կրկնվել, վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դեպքում մենք իրավական անորոշության կհանգենք եւ իրավական անորոշություններ դրանից բխող խնդիրներ կառաջացնի պրակտիկայում պատվարժան դատարանը, իսկ ինչ վերաբերում է նրան, որ համապատասխան միջնորդությունը քննարկելիս դուք ոչ թե կիրառել եք բացակայելու արգելք, այլ անփոփոխ եք թողել նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոցը, պատվարժան դատարան գտնում են, որ այս պարագայում, երբ որ ունենանք արդեն բողոքարկման փուլերը սպառած լինենք եւ ունենանք մի որոշում, որը որ ի կատար ածման կլինի, այդ դեպքում արդեն պատվարժան դատարան պետք է վերանա այդ որոշումը, բայց ոչ թե մեխանիկորեն բացակայելու արգելքը վերացնել, այլ քննարկելով խափանման միջոցի կիրառման թե պայմանների հետ կապված ըստ էության որևէ մեկը, որը չի վիճարկում, կիրառման հիմքերը, արդյոք կիրառման հիմքերը առկա են, թե ոչ։ Եվ այս պայմաններում պատվարժան դատարան մնում ենք նույն դիրքորոշման, որ Լևոն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը օրինական է եւ այն խափանման միջոցն է կիրառված, որը իզորվում է ապահովելու վերջինիս վարշաճ վարկագիծ։ Արգելքում է դատարանը սույն միջնորդության Լևոն Հարությունյան խափանությունից հետ կապված միջնորդության քննարկումն հետաձգվում է հաջորդ դատական նիստին։ Մենք արդեն ունենք որոշված նիստի մոտ փետրվարի 5-ի ժամը 12:30 ուստի դատարանը հայտարարել է հայկական դատարանության զուգ դատական նիստը հետաձգվում է հաջորդ նիստի մասին բոլորը տեղակայ դատական նիստը հայտարարում է։